Մեզահազանգած ավագանու անդամության 4 նախկին թեկնածուներ իրենց համակիրների հետ միասին հայտնվել էին դրսում այն բանից հետո, երբ ընտրատարածքում բարձրաձայնել էին, թե ինչ պատճառով են բաց վերահաշվարկի ենթակա ընտրատեղամասերի պարկերը։ Հանձնաժողովը ներսում սկսել էր վերահաշվարկը, իսկ դրսում նրանք շարունակում էին բողոքել, թե դժգոհ են ընտրությունների արդյունքներից։ Նրանք համոզված են, որ եթե այս կերպ շարունակվի, ապա նոր աղաղակող խախտումների հայտ կգան։ Ուղղակի տեսանք, բոլոր տեխնազոներով տեսանք խախտումները, որովհետև նրանք բաց այդ պարգի բերանը բաց էր, բերեցին վերահաշվարկի պարգի բերանը բաց էր։ Կասկածում եք չի հաստատ, արդեն համոզված եք, այսինքն երկու տեղամաս է բացել, երկուսի մեջ խախտում ակնհայտ երևացել է, ակնհայտ։ Ներս չթողեցին։ Չէ, ներս չթողեցին։ Այսինքն տեսել ենք այդ խախտումները, էլի ուզեցինք ներս մտնել, ներս չթողեցին։ Ռոբերտ Անդրեասյանին տեղեկացրել էին, որ ընտրվել է Գյումրու ավագանու անդամ եւ իր հավաքած ձայներով զբաղեցնում է 21-րդ տեղը։ Սակայն տեղամասերից մեկում կատարված ձայների վերահաշվարկի արդյունքում ավելացել է Մերուժան Գաբոյանի օգտին տրված ձայների թիվը եւ Ռոբերտ Անդրեասյանը դուրս է մնացել ավագանու կազմից։ Այդ պատճառով նա էլ իր հերթին մի քանի տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմում է ներկայացրել։ Մենք մեր ձայների տերն ենք։ Պիտի տեր կանգնենք մինչեւ վերջ մեր ձայներին։ Այսինքն ցույց կտան տելևիզորով քաղաքորտեն որ անցել է սմարտ ավականի, բայց օրի 3 օրվա ընթացքում 3 աստիճան ետ կիշնենք։ Այսինքն անգում կերտ է 3 աստիճան։ Ամենալեւս մենք չգիտենք որ նա է անցել, բայց որոշեցինք որ ինչ լինի ձայների տարբերությունը շատ չնչին է, հնարավոր է նաեւ մենք դուրս մնանք, դրա համար մենք բողոքարկեցինք, թե չէ մենք բողոքարկել որևիցե առիթ չունենք։ Թվով 20 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու պահանջով հանձնաժողով դիմաց Գայանե Բիչախչյանը համոզված է, որ օրինակ թիվ 34 ընտրատարածքի 53-րդ ընտրատեղամասի քվեների վերահաշվարկ նախորոք է կատարվել, այդ պատճառով էլ հանձնաժողովն այսօր խախտումներ չհայտնաբերեց։ Բոլորս արձանագրեցինք, որ ընդանուր պարգը բացված էր ու պարգում էլ առանձին բոլոր պարգերը առանձին թրված ծրարները կնիկված ու ստորագրված չէին, բնականաբար վերահաշվարկը կորցնում է իր իմաստը։ Կարծում եմ, որ նախապես է արված եղել այդ վերահաշվարկը, եթե պարգերը բաց են եղել։ Ինչ է նշանակում այս ամենը, ինչի արդյունք են ի հայտ եկած այս անճշտությունները։ Թիվ 34 ընտրատարածքի նախագահ Էդվարդ Բաղրամյանը մեծ զրույցում նշեց, թե կատարվածը տեղամասային ընտրական հանձնաժողովների վատ աշխատանքի արդյունք է։ Հիմա նա համոզված է, որ դրանք պատահական թերություններ չեն, այլ ավելի շատ կանխամտածված, ուստի գտնում է, որ օրինախախտ յուրաքանչյուր հանձնաժողովական կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կրելու է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կատարված սխալները ավելի շատ հանձնաժողովականների ցանկության հետ է կապված եղել, այսինքն քվեների սխալ հաշվել, այստեղ աշխատանքի սխալ չեմ տեսնում ես process-ի, այսինքն հավանաբար իրենք շատ լավ գիտեն իրենց կենտրոնական հանձնաժողովի վերապատրաստված 10-10-ները։ Ընտրատարածքում վերահաշվարկի գործընթացը շարունակվում է, հետևաբար նորընտիր ավագանու կազմում նոր փոփոխությունները բացառված չեն, մանավանդ որ զուգահեռաբար ավելանում է հանձնաժողով ներկայացված դիմում բողոքների թիվը։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։